պատկել ենք։ Բայց ամենակարևորը, այս ամեն շատ կարևոր է, բայց մեր ասելիքի ամենակարևորը, էլ չեմ խոսում դպրոցների եւ մանկապարտեզների մասին։ 500 մանկապարտեզ, տասնյակ բնակավայրերում, մենք մանկապարտեզներ ենք կառուցել, որ այդ բնակավայրերը իրանց պատմության ընթացքում մանկապարտեզ չեն ունեցել երբեք, գյուղեր, որ իրանց պատմության մեջ մանկապարտեզ չեն ունեցել։ Մենք այսօր 500 մանկապարտեզ ներառյալ այստեղ այդ մանկապարտեզները կառուցում ենք։ Սա կարևոր է ոչ միայն երեխեքի համար, այլև երիտասարդ մայրիկների համար է կարևոր, որի վերջո կարողանան զբաղվել իրանց կրթությամբ, իրանց աշխատանքով եւ վերջո ավելի մեծ ներդրում ունենան իրանց ընտանիքների բարեկեցությունը ապահովելու գործում։ Բայց Ժորժ ջան, այս ամեն շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևոր ասելիքը այս նախընտրական քարոզարշավի ընթացքում հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն, եւ ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը վիժեցնի խաղաղություն, ուզում է վիժեցնի, ուզում է մեզ վերադարձնի կոնֆլիկտի տրամաբանության մեջ, ինչ է ուզում ժողովուրդ, մեզ վերադարձնի կոնֆլիկտի տրամաբանության մեջ, որտեղ կոնֆլիկտը նշանակում է, որ մենք պետք է գնանք արտաքին աշխարհից օգնություններ խնդրենք։ Այսօր մենք խաղաղության պայմաններին ոչ մեկից օգնություն խնդրելու կարիք չունենք, որովհետև մենք աշխատում ենք մեր հարևանների հետ, թուրքերի հետ աշխատում ենք, Ժողովուրդ ջան, ադրբեջանցիների հետ աշխատում ենք, որովհետև մեր պատմական փորձը եղել է հետևյալը, մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել ում հետ, Ավստրալիայի հետ ընդհանրապես ոչ մի ռիսկ, 100%-ով երաշխավորել ենք խաղաղությունը, 100%-ով, բայց Ավստրալիայի հետ, Բրազիլիայի հետ, Ուրուգվայի հետ, Մեքսիկայի հետ, որոնց հետ ոչ տեսականում, ոչ գործնականում պատերազմը հնարավոր չի։ Իսկ ընդեղ մենք պատերազմելիս ում հետ պետք է պատերազմենք։ Կարող է մենք Ավստրալիայի հետ պատերազմի ռիսկ ունենք։ Կարող է մենք Արգենտինայի հետ պատերազմի ռիսկ ունենք։ Չունենք։ Բայց եթե մենք խաղաղություն ենք ուզում, պետք է պայմանավորվենք մեր հարևանների հետ։ Հակառակ դեպքում պատերազմը։ Ես էլի ասում եմ, ժողովուրդը ընտրում է պատերազմը։ Թող ընտրի, որովհետև պատերազմի եռագլուխ կուսակցությանը ձայն տալը նշանակում է ընտրել պատերազմը։ Ինչի՞։ Որովհետև այդ մարդիկ ասում են խաղաղություն, այս խաղաղությունը լավը չի։ Մենք լավ խաղաղություն ենք հաստատելու։ Այդ նշանակում է եղած խաղաղությունը դնել կողքի։ Իրանք տեր չեն կանգնում խաղաղությանը։ Ասում են սա անարժանապատիվ խաղաղություն է։ Այսինքն ասում են սա անպիտան խաղաղություն է, նշանակում է իրանք այս խաղաղությունը դնելու են կողքի, երբ որ խաղաղությունը դնեն կողքի, բացվելու է պատերազմի դաշտը, խոսում են Ղարաբաղը հետ բերելուց, տիկինն ասում է մեր երեխեքին կոտորեցիք, էլի իրանց երեխեքին չեն կոտորելու Ղարաբաղը հետ բերելու անվան տակ, իրանց երեխեքը ոչ կոտորվել են, ոչ կոտորվում են, ոչ էլ կկոտորվեն։ Ես իմ երեխան չեմ, իմ միակ որդուն չեմ խնայել, կառավարության պատվալում չի եղել Ռոբի ու Գագոյի մյուսների լակոտների նման պիստոլետները ջեբը դրած, որ ներքեն ռազբորկաներ անեն։ Կալուգացի օլիգարխի լակոտները որտեղ են եղել, մեկը կա են մանյակը, սեքսի նախարարը, որտեղ է եղել պատերազմի ժամանակ։ Արա դուք տանը վաբշե ինչի մասին եք խոսում, արա։ Ինչի մասին եք խոսում։ Ձեզ դրել եք բանի տեղ արա, ալֆա սամեցի տեղ եք դրել արա, կկտրեմ արա։ Համբալներ, դուք Նիժնի Տապրիից եկել եք Հայաստանի Հանրապետության մեջ սեքսի դասեր եք տալիս, երևում է որ ձեզ համապատասխան տեղերը այնքան սեքսի դաս են տվել, տպավորվել ան տնով տեղով, ամբողջ ցեղով։
չեն արա սրանք։ Արա դուք հասկանում եք ես ուր եկեք է վապշե արա։ Դուք հասկանում եք ես ուր եկեք է վապշե արա։ Հելի քարա ձեր քերու կնանոց ղրգեք, ձեր ցեղերում տղամարդ չկա արա մեկը գա։ Են օրնել աջապնյակում հոպարի կնգան են ղրգել, այսօր քերու կնգան են ղրգել, արդեն կսկսեն իրաց կնանոց ղրգել, ձեր ցեղում տղամարդ չկա, եկեք արա տենամետով քերեք արա, եկեք։ Այդ մասկա հակած Ղարաբաղի ակցենտովներն եք, ով եք դուք այ համբալներ, այ փախածներ, այ ստահակներ, այ դավաճաններ, այ փախածներ, դուք կռիվը սկսել եք կես ժամ հետո արդեն բանում եք եղել, Երևանի կենտրոնի կաֆեի պատվալներում եք եղել, դուք ով եք արա որ մասկա հակնեք եւ մեզ սպառնակ, թե մենք հայրենիք ենք կորցրել, մենք հայրենիք ենք ձեր բերել արա, մենք մեր Հայաստանը խլել ենք ձեզանից, վերադարձել ենք ձեզանից եւ ձեր տերերից, որովհետեւ դուք մեզնից խլել եք մեր հայրենիքը, մեր պետությունը, մտքներով չանցնի արա, մտքներով չանցնի, թե չես ընտրությունը լրիվ ուրիշ բանի կվերածվի արա, գնացեք վեր ընկեք ձեր տները եւ դուրս չգաք, ձեր հետևից կգան օրենքով սահմանված կարգով։ Եվ ուրեմն 2026 թվականի հունիսի 7-ին ժողովուրդ ջան, պետքա տեր կանգնենք խաղաղությանը, իսկ դրա համար անհրաժեշտ է մի հետևյալ բանաձևը կիրառել։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, արդարությանը, անկախությանը, խաղաղությանը, Արաբկիրին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառքնահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ես քանի անգամ եմ դիմել։ Այդ դες դիմացն է, որ ոչ մի տեղ չի անցնում։ Դիմում ենք, մնում եմ դու օդի մեջ։ Տեսնեմ ես ինչ արի։ Վարչապետ։ Դες այնտեղ հրապարակին եմ դիմել։ Էսի պետք է։ Այնտեղ ուրեմն անօրինականություն է գրած ինչ հարց է ուղղակի դրա Հենա հետևը գրած է։ Չէ, թող Հետևը գրած է։ օգնականս տեղ է։ 91 հոգի մնացել են դուրս, չէ կարող ընտրել։ Բայց խնդրում եմ մի բան հաշվի առնեք էլի։ Ուղղակի երբեմն լինում են հարցեր, Ես իմ գործերը կներեմ։ որոնք լուծման ենթակա չեն։ Ալեն Սիմոնյանին դիմել եմ։ Ձեր ազգանունը ինչ է։ Միքայելյան։